Լրագրող Արուս Տիգրանյանն իր բլոգում ներկայացրել է մի քանի կադրեր, որոնք ֆիքսել է Հազար մրցանակաբաշխության ընթացքում։ Լրագրողը իրեն հատուկ ոճով է ներկայացրել այս մրցանակաբաշխությունը։ Կադրերում երևում է, որ նա պատահմամբ դիպչում է երգչուհի Սոնա Սարգսյանին, ինչն էլ կարծես թե սկանդալ է դառնում։ Արուս Տիգրանյանն ասում է, որ Սոնան պետք չէ սկանդալ դարձնի, քանի որ այդ օրվա սկանդալը Բրյունետն ու Իվետա Մուկուչյանն են դարձրել, իսկ այս արտահայտությունը էլ ավելի է նյարդայնացնում Սոնա Սարգսյանին։ Նա ասում է, որ պետք է մի քիչ գլխով մտածել, իսկ ավելի ուշ նա Արուս Տիգրանյանին ասում է, որ այդ ամենը Արուսի հետ կապ չուներ եւ իրեն նյարդայնացրել էր համալիրի աշխատակիցներից մեկը, ում ամփոփ շարժումի արդյունքում հնարավոր է երգչուհին ընկներ։ Ինչևէ, այս մրցանակաբաշխությունը դեռ երկար ժամանակ կքննարկվի եւ տարատեսակ մեկնաբանություններ կհնչեն համացանցում։ Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ հայտնել էինք այս տարի դուք պետք է նոմինացված լինեիք, ասեմ, որ ըստ իսել ես մինիմում մի 10 տարիա Հայաստանի Եվրատեսիլում ես պետք է ներկայացնեմ։ Ինչ է նշանակում Տաթև Ասատրյանին ֆոլք երգչուհի։ Տաթև Ասատրյանը պետք է լիներ տարվա երգչուհի։ Իսկ ով ասում, որ Տաթև Ասատրյանը փոփ երգչուհի չի։ Իսկ որն է փոփը։ Որտեղ է այդ սահմանը, ով է դնում այդ սահմանը։ Ոնց կարելի է Նանուլի տեսահոլովակին չտալ մրցանակ, այլ տալ իմ շատ սիրելի ռեժիսոր Արտուր Մանուկյանի նկարած ամենաշարքային տեսահոլովակներից մեկին Վարդավառին։ Դա ինչն է տարվա տեսահոլովակ։ Նայեք, Սոնա Ռուբենյանին ինձ այդ շատ ոչ մեկ թող չսիրի։ Արտուր Մանուկյանին ևս, բայց չտալ տեսահոլովակի, լավագույն տեսահոլովակի մրցանակը 3 ներկայացրածներից, ասենք Նանուլի տեսահոլովակին այլ տալ սրան, դա մեղմ ասած անարդար։ Կամ ակադեմիայի անդամները կոմպետենտ չեն։ Գիտեք, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ լավ աղջկա սինդրոմով, սիրված աղջկա սիրված արվեստագետի սինդրոմով Սոնան ինչ ամանակարգում է ներկայանա, ակադեմիայի անդամները մեխանիկորեն քվեարկելու են իր օգտին, որովհետև բոլորը սիրում են Սոնային։ Բայց սա պրոֆեսիոնալ մոտեցում չի, հասկանում եք, սա պրոֆեսիոնալ մոտեցում չի։ Ես ինքը հիմա Սոնա Ռուբենյանի թեման շարունակեմ, ստացել է երգ, տարվա լավագույն երգ նոմինացիայում Սոնա Ռուբենյանի էլի երգերից մեկը, որի վերնագիրը ես չէի լսել, երգը չէի լսել, որովհետև չեմ քվեարկել, երբ որ քվեարկել լինեի, կմտնեի ամեն ինչ հերթով լսեի, նայեի, նոր գնահատականներ տարված, քանի որ հրաժարվել էի քվեարկության աշխատանքներից, իսկ երգի անունը չէի լսել։ Ստանում է տարվա երգ։ Արամ է դիլիտ, չեն ստանում տարվա երգ, լուրջ եք ասում, 300-ից ավել ակադեմիայի անդամներ, ովքեր քվեարկել են եւ մասնակցել են լուրջ Արամեի եւ Դիլիթի երգը տարվա երգ չի, ասենք միկրովալնովկան միացնում էինք, այդ երգներ հնչում ու մինչեւ այսօր հնչում է։ 3 հարսանիքին, եթե հարսանիքի մասնակցում այդ երգը Մեքսիկոյում հնչում էր, տարվա երգ չի ինքը։ Չգիտեմ։ Արամ MP3-ին ուզում հասկանալ ինչ է արել 2025 թվականին, վաու, ինչ է արել երգարվեստում, որ դրան տալիս եք տարվա լավագույն երգիչ։ Քվեարկում եք, առաջադրում եք, հետո ակադեմիայի 300-ից ավել անդամներ քվեարկում եք։ Բացատրեք ինձ հասկանամ ինչ է արել, բացի շատ հաջող կերպով վիտամին ակումբի ներկայացումներին մասնակցությունից եւ հետ վերադարձից վիտամինի թիմ երգարվեստում ինչ է արել 2025 թվականին, որ դուք դրել եք եւ ակադեմիան էլ քվեարկել է, ինչի համար է քվեարկել։ Տարվա երգիչը պետք է լիներ Արամեն, ով այս տարի ֆանտաստիկ աշխատել է։ Ֆանտաստիկ։ Վերջին տեսահոլովակը, մենահամերգը, հետո գիտեք ինչ, երբ որ տալիս եք տարվա ալբոմ Արժանի մեկին, Բրյունետին ու
բրունետը դահլիճում չի, դա լավ չի։ Հա, ես առանձին վերցած մի անգամ արդեն ստորի արել եմ, որ հայկական շոու բիզնեսի դեմքերը այսքան համախմբված չեն եղել անգամ երբ եկեղեցին էր հալածվում ու կաթողիկոսի դեմ էին գնացել դիմակավորները, բայց դա երկու կողմանի մեդալ է եւ մեդալը երկու երես ունի։ Պետք է տարվի լուրջ աշխատանք, որպեսզի արտիստները լինեն։ Շատ վատ էր, որ բրունետը չկար եւ բրունետի նման երիկը մարդիկ չկային ու այդ պատճառով էր, որ պարզաջրած ու լողակած ու օսլայած էր մրցանակաբաշխությունը ու չի կարող լինել շոու բիզնեսյան մրցանակաբաշխություն առանց շոու բիզնեսի կարգառուն ներկայացուցիչների չի կարող հասկանում եք շոու բիզնեսի բիզնեսա չէ շոու եւ բիզնես Արկադի Դուբիկյանը բիզնեսա ու շոուя ու շոու բիզնեսա Արմենչիկը Սարոն Մարտին Մկրտչյանը լիքը անուններ կարող եմ տալ նրանք բոլորը ինչ որ կերպ պետք է ընկերված լինեն տեղից էլ մեր շոու բիզնեսը ներկայացնում է մի երկիր, որը մի պատժեզդանի է, այսինքն բոլորը բոլորին ճանաչում են եւ շոու բիզնեսը նենց չի էլի, որ ամերիկյանական, գոնե ավստրիական, փոքր երկիր ենք, փոքր շոու բիզնեսով։ Նրբություններ կա, որ պետք է հաշվի առնվի, կարծում եմ։ Եվ վերջում ասեմ հետեւյալը։ Մենք էլի ունեցանք ձևի եւ բովանդակության անհամատեղելիություն։ Ունեցանք ձև ֆանտաստիկ իրականացման մեջ առանց բովանդակության։ Չկար բովանդակություն, որովհետեւ անկենթան էր։ Առանձին վերցած դրսևորումներում մրցանակահանդիպները փորձում էին ինչ-որ բան անել, գրկել իրար բարել, չգիտեմ, անկենթան էր ընդհանուր առմամբ։ Իսկ հայկական շոու բիզնեսը, քանի որ փոքրաթիվ է, ինքը պետք է լինի նախ եւ առաջ այստեղից եկող սխալներով, հա, մեր արածը մի քիչ փնթոշ է, այն առաջ որ անում էին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, էլի ինչ որ փնթոշ էր, ինչ որ բաներ կար, կիքսեր լիքը, բայց անկեղծ էր։ Այս դրա մասին է խոսքը։